Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք պատասխանելու մեզ հետաքրքրող հարցերին։ Ես հիշեցնեմ մեր հետևորդներին, որ քարոզարշավի մեկնարկը այլևս տրված է հայրաքաղաք Գյումրիում եւ բավականին ակտիվ եւ բուռն մթնոլորտում կարծես թե մեկնարկը տրվեց, սափողջուններով էին ձեզ դիմավորում գյումրեցիները, ողջունում էին, որ նման որոշում եք կայացրել եւ կրկին անգամ առաջադրվել եք փաստորեն քաղաքապետի թեկնածու որպես եւ ուզում են ձեզ շատերը մենք նաեւ հարցախույզ էլ անցկացրեցինք կրկին անգամ տեսնել քաղաքապետի աթոռին, չնայած նրան, որ դուք գիտեք այս օրերին ձեր ընդդիմախոսները հասցրել են տարատեսակ կարծիքներ հնչեցնել ձեր անցած ճանապարհի, ձեր կառավարման տարիների եւ այն բոլոր պատմությունների հետ կապված, որոնց միջով անցել է Վարդան Ղուկասյանը կամ ձեր անվանը վերագրվել են։ Հիմա դուք ինչու նախ եկաք այդ որոշմանը եւ որոշեցիք նորից առաջադրվել եւ ինչու նորից պետք է գյումրեցին գա ձեր ետևից։ Սա խոսենք այն գյումրեցիների մասին, ովքեր դեռ այսպես մտածում են, դեռ պիտի ընտրեն, դեռ պիտի որոշում կայացնեն, ինչու նորից գալ ձեր այս նախընտրական ծրագրի ետևից եւ ինչ եք առաջարկում դուք այս անգամ։ Ճիշտ ասած, Գայանե, դու 20 տարի ինձ քաշկոծել ես։ Այո։ 20 տարի դրես 20 տարի ուրեմն գրեցիր ու գրեցիր իմ վրա։ Հիմա քո ապաշխարության ժամանակն է եւ լրատվական կառույցների ընդրությունից հետո պետք է բոլորդ ապաշխարեք, որ այդքան միսս կերել եք։ Հայրաքաղաք Գյումրիում։ Եվ որ եկեղեցում տեղն բարի։ 7 վերք։ Գնացեք դե որը մտնեք ապաշխարության տեղը։ Մի խոսքով Միասին գրում ենք։ Ճիշտ ասած, այս ամեն ինչի մեջ ես իմ սուրը փառքով դրել եմ պատյան։ Ես քաղաքականությամբ իրոք չէի ուզում զբաղվել։ Բայց երկրի այս իրավիճակը տեսնելով, հետո տեսնելով, որ ովքեր են ցկվում քաղաքապետ դառնալու, ասենք փողոցը, որ դրանք ինձ տեսել են, գիտեք ինչ են եղել, քրդնել են, կարմրել են շատ բաների տակ, ասենք քրդինքը թափել են երեքից, որ ասենք դրանք պետք է ինձ բարև տային կամ դրանք մենք ընդհանրապես դրանք ճանաչել ենք թե ոչ, հասկանում եք։ Այս քաղաքի առաջի համար տեղեկից մեկն ենք եղել։ Մենք եւ գիտենք թե այս քաղաքում որ թաղի մեջ ինչ քաշի տղակա։ Ինչ քաշի, իրան իչքան են հարկում բան են անում։ Հետո որ այրուձները դուրս են գալիս ասպարեզից։ Գիտեք չէ ովքեր են գալիս այրուձների տեղը լրացնելու, չեմ ուզում այսօրվա տեխնազուներին դա վերագրել, բայց ընդհանուր առմամբ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով եմ ասում ես։ Եվ դրա համար տեսնում եմ թե ոնց է թուրքասիրությունը այսօր առաջնային պետական քարոզչամեքենան աշխատում է թուրքերին մեղմացնել եւ մի սկզբունք են որտեղ գրում, որ գիտեք ինչ կա, ինչքան կարող են քարեվանի հետ այդպես մնալ։ Վերջը մենք պետք է այսպես ամբողջ մեր կյանքերը պետք է հարևանի հետ թշնամի լինենք, պետք է փակ լինի։ Ես կողմնակից եմ, որ սխալ է հարևանների հետ թշնամի լինելը, բայց մի բան եմ ուզում ասել նմանատիպ մտածողներին։ Թուրքիան ամբողջ իր տարածաշրջանում որ հարևանի հետ է բարեկամ, կամ մի պետություն, որ թուրքերը իր հետ խնդրեմ չունենան։ Բոլոր իր տարածաշրջանով, բոլորի հետ կոնֆլիկտ ունեն, բոլորի հետ կռիվ են արել, բոլորի ունեցվածքը խլել են։ Ուրեմն դրանք ինքսի մարտիկ են, իրենք ուրեմն դրանց 1450-ական թվականներին եկե Կոստանդինապոլիսը Բյուզանդիան գրավել են, եւ ասում են սա մեր բավականն է, անպատկառ ազգ է, գողության վրա հիմնված, մարտասպանության վրա, թալանի վրա հիմնված ազգ է։ Նորմալ մի հատ գիտնական հələ դրանց ազգերի մեջ չկա, եւ նրա։ Ես ուղղակի զարմանում եմ այս մեր ղեկավարներին, այդ Ալիևը որ ներկայացնում է, թե մեր տարածքները օկուպացիա է կարել, այս մեր ղեկավարները ես զարմանում եմ, որ չեն ասում, դե սա ձեր տարածքները, դուք 100 տարվա պետություն եք, այ բարբարոս տապաստանային ցեղ, սա հայոց բնորանն է, եւ հուշարձանները, եւ մյուսը, ինչ աղվանական մասին է խոսքը, եթե ձերն է, մի անգամ չլսեցի այս մերոնց բերանից, ասում եք մենք աղվանների հետնորդներն ենք, հուշարձանները աղվանական է, բակն չեք քանդում ձեր պապերի ունեցվածքը, եթե ձերն է, լավ հայկական չէ, բայց եթե հուշարձանները դրել եք այդպես մասսայական ոչնչացնում եք, բայց ձեր պապերի ունեցվածքն էլ եք քանդում, այսինքն մի օր սրանց բերանից ես այսպես վախվորիկ, այսպես կեցված, ես չեմ պատկերացնում, թե սրանց ինչն է կաշկանդում։ Նախկիններն են մեղավոր, որ հիմա մենք ունենք այն ինչ ունենք եւ նախկինները մեղավոր են, որ ձեզ բերեցին։
Ուրեմն նախկինների պայմանավորվեցին, այդ Լուկաշենկոյի բազարներով, բաներով, այդպես որ յանի Իրաք մակուրը սուտ է։ Լավ, արդեն ժողովուրդը գիտեք, նախկինները կարող է հիմա մտածում են, դե հեչ մարդ հեչ բան չգիտի։ Գիտեցեք, բոլորը արդեն գիտեն, թե ով է բերել, ում հետ ինչ եք պայմանավորվել, հիմա գնացեք հովիվներին, չոբաններին հարցրեք, իրանք այդ ամեն ինչը գիտեն, ինչքան ծածուկ արեցիք, իլ դա չի անցնի։ Բոլորը բացված դուք մատնանշեցիք ինչ որ քաղաքական առևտուր, այսպես ասած բազար, որպես այդպեսին եղել է, պարոն Ղուկասյան, եւ սլաքները փաստորեն ուղղում են Ով չգիտի, որ եղել է, ով չգիտի, որ տարել տվել է։ Մշտապես աչք են ընկնում հայտարարություններով, որ իրեն Նիկոլ Փաշինյանի Ինչի պիտի ասեն, դե մենք ենք բերել, մենք ենք արել, մեր տագն է ամեն ինչ, չէ, սուտ է։ Ուրեմն ինչ որ արել է։ Արևմուտքից են բերել Նիկոլ Փաշինյանը։ Արևմուտքի Գյումրի Չալոն, հիշում եմ Չալոյին, ուղղակի Չալոյին ենք ման գալիս, հիմա գյումրեցիները Չալոյին են ման գալիս։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը 7 ձայն չուներ, 7 ձայն, հավանական իր ընտանիքի անդամները իրան ձայն չէին տա։ Այդ պետական սաղ կառույցները ելան հրաբարակը լցման բուժ հաստատությունները, որոնք որ իրանց սեփական կառույցները լցման հրաբարակները, որ մարդ ապահովել։ Լավ, մենք անգից գիտենք, ժողովուրդն է գիտե։ Հիմա եթե ուզում ես, որ ես բարձրաձայն եմ, կգա ժամանակը, հիմա ինչ որ խոսում եմ, արդեն ամեն ինչ ասվում է, էլի։ Հիմա եթե պետք է մի քիչ այսպես Պարոն Ղուկասյան, այսպես համարցակ ամեն ինչի մտավախություն ունի, որովհետև Սևանա ծովի չափ, Սևանա լճի չափ արուն են թափել։ Սևանա լճի չափ արուն են թափել, բայց ես էլ ճիշտ ասած չեմ վախենում, գիտեմ մարդը բան է, ամեն ինչ ենքան եմ տեսել, ենքան է վրես կրակված եղ ենքան բան է, որ ես այդ ամեն ինչին պատրաստ եմ, բայց թող իրանք վախենան։ Տես դուք ինձ ասում եք մտավախություն չունեք, չէ՞։ Այո։ Բայց իրանք մտավախություն չունեն, որ ընդեղ մենք իրար ռաստ կուկանք։ Գիտեք ին Ղազարոսի պատմությունը, գիտեք Աստվածաշնչյան։ Մեջ բերեք ավելի էսպես։ Որ մեծահարուստ ուրեմն Ղազարոսը աղքատ էր։ Մի հատ մեծահարուստի ուրեմն դրան դիմաց ապրում էր շների հետ։ Այս մեծահարուստը դաժե չէր բանանում, օգնում, բանանում, այս կոմենկոմ եղավ, որ Ղազարոսը մահացավ, հետո մահացավ այդ մեծահարուստը։ Ուրեմն երկուսի մեջ մի հատ մեծ անդունդ էր առաջացած, եւ այս մեծահարուստը այնտեղ տանջվում էր կրակների մեջ։ Իսկ Ղազարոս աղքատը նստած էր Հայր Աբրամի կողքը, հասկանալի է, հապագության դրախտում։ Ասում էր այդքան ինձանով կերագրվեցիր բան էլի, հիմա ինձ օգնի, ասում է այս մեր միջի անդունդը ես չեմ կարող քեզ օգնել, դու քո ժամանակ, մենք քեզ ասում ենք, դու ընտուպ ընձի հացի փշրանքներից չէիր տալիս, դու գցում էիր շներին, ես շների հետ էի օգտվում այդ հացից, դու ինձ ողորմություն չէիր տալիս։ Դա ասում է գնա գոնե աղբերներից տեղյակ պահի, որ այսպեսի կյանք կա, սուտ է, 60-70 տարին ռոպեական թռնում է, աղբերներից տեղյակ պահի։ Հովնան Մարգարեի հրաշքը, որ ձեզ Աստված ցույց տվեց, կետի փորում Հովնան Մարգարեն 3 օր մնաց, եկավ Նինվե քաղաքը, կետը եկավ ամբողջ ժողովրդի աչքի առաջ, այսպես փխսեց, ես դուրս եկա, այդ հրաշքից մեծ հրաշք էլ ինչ եք ուզում, որ մարդը ապրեց կետի փորում 3 օր, Մարգարեի մասին է ասում Աստված։ Հետո ջրից գիշերային հաջույքից երեխա է ծնվում։ Հրաշք եք ուզում, դիա հրաշք ձեզ։ Դու պատկերացրեք, ասենք ծառերը ամբողջությամբ մեռնում են, մեկի գարունը գալիս բան է։ Թող իրանք վախենան, որ ընդեղ ինչ պիտի պատասխան տան ինձ, մեղայասու, թե ես ասում եմ ինձ, ու ի նկատի ունեմ բանը, Տերը թող ինձ ների։ Իրանք թող մտածեն, 10 տարի հետո ինչ պատասխան տան, 5 տարի հետո ինչ պատասխան պիտի տան, բավոնց։ Այնտեղ կա շարք չկա, այնտեղ ջեպկիրություն բան չկա։ Գործերը բոլորը, գործերը այսպես բերում դնում են Դադաստանին։ Ինչ պատասխան պիտի տան։ Հիմա ես իրանց եմ հարցնում, դուք իրանք մտածում են, ինչ ձեր դիրքերը վերևում են ամուր։ Հավանական է, ես հույսով եմ, չնայած այդպիսի մարդ չկա, որ մեղավոր չլինի, բայց դրանց դեմ մենք սուրբ ենք։ Պարոն Ղուկասյան, մենք քանի որ այսպես խոսեցինք նախկինների մասին եւ հիշենք, որ նաեւ նախկին իշխանության հետ համատեղ դուք նաեւ կարողացել եք ձեր կառավարման տարիներին համատեղ աշխատանք եք, գործունեություն եք ծավալել, այնուամենայնիվ առնչվել եք, աշխատել եք ձեր քաղաքապետ փաստորեն
դարձած տարիներին եւ չմոռանանք, որ վերագրվում էին տարբեր իշխանականների հետ դուք ինչ ջերմագին հարաբերություններ ունեք, Հովիկ Աբրահամյան, ասում էին, որ նաեւ Սերժ Սարգսյանի լավագույն այսպես մտերիմ շրջապատից էիք դուք եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ, ու նաեւ կար կարծիք, որ դուք ընդդիմադիր եք, ընդդիմություն եք իշխանության մեջ երբեմն ձեր սուր ելույթներով, ձեր հարցապնդումներով եւ ձեր այսպես պահանջատիրական նաեւ դիրքերից։ Ես դրա վերաբերյալ վերջնական կասեմ ու չեմ անդրադառնա դրան։ Ուրեմն լավ իմացա։ Քոչարյանական թե սերժական է եղել Վարդան Ղուկասյանը, լավ այսպես ձևակերպեմ։ Ես 96 թվականին եղել եմ 35 տարեկան։ Այո։ Առաջադրել եմ իմ տեխնազությունս եւ հաղթել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրատեղյանին եւ այստեղի ամբողջ երկրապային։ Այո։ Եվ Գիզիրյանը այստեղ վարչության պետ էր եւ Գոմտյան Արարանը, բան բոլորին հաղթել ենք այստեղ, բայց իրանք վերջում պետության հանձնարարականով այդ արգղները քվեատուպերը վերցրել են, իրանք գրածը բերե դրել են, Յավնի խայտարակվել են, ՀՀՇ-ն խայտարակվել է Գյումրիում այն ժամանակ։ Ես իրենց հաղթել եմ։ 99 թվականին նորից առաջադրել եմ իմ տեխնազությունս եւ նորից հաղթել եմ բոլորին։ Ես ոչ Քոչարյանով եմ դարել քաղաքապետ։ Այո։ Ոչ Սերժ Սարգսյանով եմ դարել քաղաքապետ։ Ոչ էլ այս Նիկոլով ինչ որ մի բան, հասկանալի է։ Ուրեմն ես օգնել եմ եւ Քոչարյանին, եւ իմ աշխատած ժամանակ, երբ որ հանրապետական եմ եղել, եւ Սերժ Սարգսյանին եմ օգնել։ Թիմին։ Ու մի բան ասեմ ձեզ։ Հետո պետությունը միշտ ինձ դեմ է եղել։ Ինչու, պարոն Ղուկասյան։ Որովհետև ես պահանջել եմ Գյումրիի հասանելիքը։ Ուրեմն ինձ ասում էին, ամբողջ Հայաստանի Հանրապետության քաղաքապետերը, մարզպետները իրար հետ, գյուղապետերն էլ այդքան չեն պահանջում, ոնց որ դու պահանջում ես քո Գյումրիի համար։ Ես ասում եի աղետի գոտի եղել է Գյումրին եւ Սպիտակը։ Այո, Գյումրիին պետք է տակ։ Ինչ եք տվել, որ եղածը տարել եք, սա Հայաստանն եք պահել։ Եղածը Գյումրի եկած օգնությունները տարել եք, Ղարաբաղը պահեցիք, լավ արեցիք, Ղարաբաղը ընդունում եմ հələ պատերազմը ընդունում եմ։ Բայց սաղ այդ միլիարդները, որ այստեղի օգնությունները տարակ, սաղը ՀՇ-ով, բանով տարակ միլիարդերներ։ Այդ միլիարդները ուրա Գյումրի։ Եվ մեզ պահեցիք 37 տարի։ Եվ մեզ ես այդ ժամանակ ինչ եմ եղել, ես այդ ժամանակ ընդհանրապես չեմ եղել։ Հետո իմ միլիարդներս որն էր, 17 համարանոց Ալեքսանդրապոլ հյուրանոց է։ Իմ եղածս որն է, ինչ այդպես ես միլիարդներ ունեմ։ Ներողություն, մի հատ ասեմ, էլի, մի հատ ասեմ։ Ուրեմն մենք դրանց դիմաց, մենք այդ անունները որ տալիս եք դրանց դիմաց։ Ես քեզ ասեմ, ինչ ձևի ասեմ։ Ուրեմն Մասիսարն ու Թոպի տարը այդտեղ պզդիկ տեղ եմ գա, էլի։ Գյումրիում բան այդ ձևի տարբերությամբ ենք։ Մենք -1 չենք դրանց դիմացը։ Մի ամբողջ երկիրը սեփականաշնորհել են, որ կողմը ամբողջ ունեցվածքը երկրի ընդերքը օֆշորներում գրանցված է։ Հələ թող մի հատ բացեն նայենք դրանք ովքեր են այդ մարդիկ։ Այս ամբողջ բանկերն ու բաները ումն են, գազերն ու ցանցերն ու մյուսներն ու բաները, սա այս երկրի սա ունեցվածք է, սա հիվանդանոցներով, այս ամեն ինչով միլիարդներ են աշխատում։ Այս եղած չեղածը ումն է։ Մենք ով ենք, մենք ինչ ենք արել դրանց դեմ։ Այդ իրանց երազը գցում են, մեզի պես գցում են մեր վրա, որ իրանց երազը պահեն։ Այս ժողովուրդ անգիր գիտե, այդ կան որ ինձ ասում, հետո գիտեք, լենականցին գյումրեցիները։ Եթե նմանատիպ ձեր լրագրողների ասած մարդ տեսնեն, գիտես ինչ կենեն։ Սպես կտնեն սանդի վրա կգզեն, հասկացար, լեննականցիք, որ ինձ 5 անգամ ընտրել են քաղաքապետ Գյումրեցիք ու 2 անգամ պատգամավոր։ Ձեր երկրում հավանական այդպիսի մարդ չկա ու առանց կուսակցական պատկանելության։ Հələ այդ կուսակցությունը հանրապետականը միշտ ինձի դեմ եղել, միշտ ես իրանց հաղթել եմ, միշտ վերջում են օղորմացիկ վարչապետը ինձի դարձրեց երրորդ նախագահի հետ դարձրեցին ինձի բան։ Ում անվան հետ կապված եւ դարձրեցին հանրապետական կուսակցություն 3 ամիս հետո խփեցին ինձի։ 3 ամիս ես հետո ամբողջ իրանց լրատվությունը մեդիան հանրապետականի ինձ միշտ քաշկոծել է։ Միշտ մինչև այսօր։ Ում եք խանգարում, պարոն Ղուկասյան, ես խանգարում եմ այսպես ասած ազատվել։ Ես խանգարում եմ այն մարդկանց, որոնք երկիրը այսօրն են գցել, որոնք այս երկիրը այսօրն են գցել ու ինձպես տղեն չի կոդրվում իրանց։ Աչքերս տեսնում է, ականջներս լսում է, հայրենիքը սիրում եմ ու չեմ կոդրվում իրանց վրեկը շորերը թափ չեմ տալիս մնացածների պես բանը համարձակ եմ, հայրենիք սիրում եմ, ամեն ինչից առավել, երբ տեսնում եմ մի հատ որոշում, որը քաղաքի երկրին դեմ է, միանշանակ դրան դեմ եմ
եղել ու լինելու է մինչև վերջ։ Այս տեսակը իրանց խանգարում է։ Հիմա ուզում են այս տեսակը երկրի վրայից վերացնել Հայաստանի Հանրապետության, թողնեն ստրուկ մարդկանց, ինչ ուզենան այդ քանի ընտանիքը այս երկրում իրանցը անի։ Եվ դրա համար մենք չենք թողնի, սա թուրքական վիլայետ չի լինելու։ Միանշանակ, որովհետև այն ժամանակ Եվրոպամետ այդ կառույցները ասում էին, մեր ձեռքով պիտի կառուցենք մեր տունը։ Եկան ռուսներին այստեղից խռիվ տվեցին, բռնդեցին, 6 ամիս հետո, 6 ամիսից 1 տարի էր։ Ռուսներն ասում են, արա թողեք այս քաղաքը, այս ամեն ինչը բերել ենք, սարքենք, թողնենք, գնանք, այդպես եք ուզում։ Չթողեցին, բռնդեցին, 37 տարի մեզի թողեցին այս ամեն ինչի մեջ։ 37 տարի տնագներում, որ մենք մնացել ենք, այդ Եվրոպամետ կուսակցություններն են արել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի գլխավորությամբ։ Հասկանալի է։ Մատասեն մոլի ռուսամետ է։ Ես մոլի հայամետ եմ, մոլի հայամետ եմ, լավ իմացեք, այն է մոլի, սարսափելի հայամետ եմ, եւ եթե ես տեսնում եմ, որ մեր փրկությունը, մենք 75 տարի խաղաղ ենք եղել ռուսների հետ։ Այնպես ռուսների փողը բերում էին։ Մինչև այսօր այդ ռուսների հանգարցակի մեր հայերի օգնությունը չերնի Հայաստան չկա, այս Հայաստանը սոված կմեռնի։ Այնտեղի հայերը այստեղ ամեն ինչ ուղարկում են, պահում են մեզի։ Ռուսների աղջիկները ցեզ հետ շատ լավ մեր հայ տղեկի հետ։ Սաղ ունեցվածքով, ինստիտուտներով, ես չգիտեմ կրթական ոլորտով, մշակույթի ոլորտով, դու աբրեկելի մեր մադը տանում, մեր աշկահանում ենք, պատկերացրեք։ Եվրոպան ինչ է տալիս։ 90-80% մեր արդյունաբերությունը Ռուսաստանում է վաճառվում։ Հələ դե թող այդ Եվրոպամեդերը մի բան վաճառեն, էլի Եվրոպալը քացով կուտան, եսի մեզի ուր գցեն։ Հիմա օրինակ տեխնացուները տեսեք, շատ տարբեր կարգախոսներով են աչքի ընկնում, մեկը արև է խոստանում Գյումրի քաղաքի համար, մեկն ասում է ճիշտ Գյումրի կառուցենք, հետաքրքիր էսպիսի, մեկն ասում է գնանք դեպի Եվրոպա։ Ես ձեր Լևոնն եմ եւ այդպես շարունակ։ Ընդհանրապես ասում է բազումը պիտի կան, որի մանունից պիտի ասեն տեր ու վարտապետ դառնան, բայց գսե դուք իրանց գործով եք ճանաչելու։ Սուրբ Գիրքն է ասում։ Հիմա գործերին նայեք բոլորի, ով որտեղից է գալիս, քանի հələ ջայել քանի կուսակցություն են փոխել, ում հետևից ով է կանգնած, մի հատ բոլորին նայեք, ժողովուրդ, հետո ով ինչ է արել, ինքը իրանով իրանցով։ Ձեր անունը հասցրեցին կապել ԿՊ-ի հետ, որ այսպես ստվերային, ինչ-որ կուլիսային համաձայնություններ ԿՊ-ի հետ եւ այլն, հետո ձեզ այսպես ասած։ Չի կբնի, սդից բաներ է ԿՊ-ի հետ մյուս է, որ ԿՊ-ի դեղներ հասկացար, հիմա ես սա գործերով դատարաններում ենք, երկրի 50%-ը դատարաններում, երկրի 50%-ը դատարաններում, դիմակավորները եկան ձեր հետևից փաստորեն, հետաքրքիր փաստորեն։ Բաշի պոզոգները փողի համար Հովանես Թումանյանին կխփեն, փողի համար, ինչ է դա աշխատավարձ պիտի ստանան։ Եթե Հովանես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը կան քայլեն ու սրանց դեմ եղնի, իրանք կկան այդ երկու մարդուն եսի ինչ կանեն, որովհետև իրանց փողը պաշտոն է։ Աստղը իրանց հորերից բարձր են տասում։ Մարդիկ կան, աստղը հորերից բարձր են տասում։ Այն նմանատիպ մարդիկ պետք է այս երկրի վրայից վերանան։ Դրանք պետք է պաշտոն չունենան։ Պարոն Ղուկասյան, եթե խիղճը ու օրենքը իրար հակասում է, պետք է անպայման մարդիկ կանգնեն խղճի կողմը։ Եթե այդ օրենքը խղճից չի բխում, այդ օրենքը պետք է փոխեն։ Այդ օրենսդիր մարմինը, այդ կառույցները պետք է եթե տեսնեն իրանց վերադասը, հրաման է տալիս, որ խղճին դեմ լինի, պետք է չկատարեն դա, որովհետև Աստծո առաջ եկուց Դադաստանին ինչ կանել ասեք, թե մենք օրենքի մարդ ենք, մենք օրենքն ենք կատարել, պատասխան եք տալու դրա համար։ Եթե դուք խղճին դեմ եք գնացել, խղճին դեմ ով գնում է, դա Աստծոն դեմ է գնում, որովհետև խղճի Տերը Աստված է։ Ձեր դեպքում խղճը առաջին տեղում է միանշանակ, մինչև այսօր, ես հարցազրույցներ ունեմ 96 թվականին, եթե օրենքն ու խիղճը իրար հակասե, որ կողմնագիծը կլինեք, ես ասել եմ խղճի։ Այդ օրենքն է բանանեմ, բայց խղճի հետևից կգնամ։ Գիտեք ինչի, օրինակ հիմա մի բան ասեմ։ Երբ որ այստեղ Լինսի հիմնադրամով բնակելիներ էր կառուցվում, ու այդ բնակելիները ուզում էին տանել 58-ի ռուսների թողած շենքերի վրա կառուցել դաշտերի մեջ։ Ես դեմ եմ եղել այն ժամանակ քաղաքաշինության նախարարությանը, այստեղի մարզպետարանին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին աշխատակազմին ամբողջությամբ դեմ եմ եղել, պայմանավորվել եմ USAID-ի հետ, ես կառաջադրեմ, որ շենքերը քաղաքի մեջ կառուցեն, դուք ինձ պատժ կարեք։ Այ առաջի անգամ եմ ասում, իրանք էլ հավանական է, հələ չեն լսել։ Հենց այդպես առանձին կանչել եմ, հետները պայմանավորել եմ, ասել եմ ու շենքերը կառուցել եմ տվել քաղաքի մեջ։ Հիմա լսի։ Ուրեմն Երևանյան խաչուղին, որ մտնում եք այդ շենքերը, որ կառուցվել է, այդտեղից 2000 քանի 100 տնակ են քանել։
432 որոշումով ես իրավունք չունեի, որ մարդկանց հետ պայմանագիր կնքեի եւ ասենք 7-րդ կետից վերևի դոմիկներում ապրողներին, ուրեմն ես բնակարան պայմանագիր կնքեինք, բնակարան տայինք։ Մարդիկ էլ ասում են 15-20 տարի այստեղ ապրել ենք, դոմիկ ենք դրել, լույս ենք քաշել, գազ ենք քաշել, ենք քաշել, հիմա որ այս փտած դոմիկը հանում ես դաշտի մեջ ես տնում, ես դուրս չեմ գալիս, ու մարդիկ դուրս չէին գալիս։ Ես գնացի հետները բոլորի հետ պայմանագիր եմ կնքել, 30 կետես արի պայմանագիր եմ կնքում։ Տեղում քեզ բնակարան ենք տալիս։ 15-րդ կետես քեզ տեղում բնակարան ենք տալիս։ Կառավարության որոշմանը թեմ դատական գործ է։ Ես գերազանցել եմ իմ լիազորություններս։ Իմ վրես գործ հարուցեցին։ Գործ հարուցեցին, քաղաքապետին դադում են, եկան այստեղ իմ դադախազը զեկուցեց Քոչարյանը Ռոբերտին, թե դադում ենք պարոն Ղուկասյանին, որովհետև օրենքը խախտել է, այսպիսի բաներ է արել։ Քոչարյանն ասեց, եթե կուզես երկրորդ անգամ մենք էլ Գյումրի չմտնենք, ժողովուրդը մեզ այստեղ չթողնի, Ղուկասյանին դադեք։ Այդտեղ ասա, վերջացրեք, պատրեք, թափեք, մարդը ինչ է արել, տվել է ժողովրդին ճիշտ, չնայած իմ սրտով չէ, բայց ելք չկա, Ղուկասյանից պրծում չկա, Ղուկասյանից պրծում չկա, ժողովրդի համար է արել, լավ է։ Վերջը դարավ ու սկսեց խնդալ, ասեց լավ է։ Պրծում չկա։ Վերջը դրեցինք, սարքեցինք։ Այ հիմա ծրագիր ունեմ ես։ Ինչ ծրագիր, պարոն Ղուկասյան։ Հիմա նա ինչ լավ ծրագիր ունեմ։ Ուրեմն այդ շենքերը այն օրը այն մի հատ բան է, ԿՊ-ից մեկը կար, անուն ինչ է, չգիտեմ, մի հատ ջայլ տղա կա ինչ որ, բայց բանը հեչ դուրս է չի գալիս դրա Պավիդենյան ազգային ժողովում։ Ուրեմն ասում է, որ Լինսի ծրագրի այդ վերևի հարկերը բոլորը հանել են։ Այո, հանել են, վերևի հարկերը չկառուցվեց։ Հիմա ես պետք է գամ ու ասեմ, շինարար պետք է գտնեմ, ասեմ, վերևի հարկերը տալիս եմ ձեզ։ Եկեք կառուցեք, քաղաքապետարանին բաժին տվեք, շահույթ, ձեզ էլ վերցրեք ու վաճառեք, շենքերն եք կառուցեք, որովհետև եւ հիմքերը, եւ կոմունիկացիաները բոլորը արված է մի հարկ բարձր կառուցապատման, մի հարկ բարձր, այսինքն դրանք է միջից դուրս է գալիս։ Հիմա ծրագրերից մեկը դա է։ Հիմա սրանց ով քաց կնա, դենց բան ոնց պետք է անեն։ Հետո մեկ ուրիշ նորից բան ունեմ, հիմա ասում եմ արդեն։ Ուրեմն քաղաքի այդ կենտրոնական հատվածների հին ֆոնդի տները, որոնք որ նորմալ վիճակում են, այդ կդուրները բոլորը հանելու եմ, վրեկը մասսարդներ եմ կառուցելու բնակարանային ձևով։ Եվ դրանք վարձակալությամբ է տրվելու կամ վաճառելու են հսկայական շահույթներ բերելու են քաղաքապետարան։ Քաղաքում հսկայական անցումներ կա։ Չնայած ես ես խոսքեր ասի սրանք եվրոպական մի կելինքը խոսան։ Իրանց խելքի բանը չէ, ժողովրդի նկատի ունեցեք, որը կրկնես գիտեցեք, որ դա իմս է, բայց թող սովորեն, ոչինչ։ Այս անցումները քաղաքի միայն հրաբարակում 4 հատ անցում կա, 4 հատ մուտք կա հրաբարակ։ Ոչ մեկը անցում չունի եւ սարսափելի պրոբկաներ է այդտեղ լինում։ 4 անցումներ արակարգով սարքելու եմ, տալու եմ անատներին, ասելու եմ, խնդրեմ, ձեր գումարները դրեք, սա է ձեր սեփականը թող լինի, տակը խանութներ սարքեք, հսկայական շահույթ կունենաք։ Եթե ոչ, ուրեմն քաղաքապետարանն է սարքում, այդ վարձակալությամբ է տրվում այդ անցումների միջի խանութները, շահույթը գալիս է քաղաքապետարան։ Լուրջ ծրագիր է, շահույթ հետապնդող եւ բյուջեն ավելացնող, այդպես շատ բաներ ունեմ։ Վարդանի կառույցը ոչ թե Հայաստանի Հանրապետության, ոչ մի կառույց Հայաստանի Հանրապետությունում, աղջիկ ջան, լսի, ոչ մի կառույց ինձպես մաքուր չի աշխատել։ Բարձր ասում եմ, բարձր։ Խորհրդային միության այդ 15 հանրապետությունների մեջ ոչ մի երկրի կառույց ինձպես մաքուր չի աշխատել։ Այդ բարձր ասում եմ ու պարզ չկա։ Էլ ասելու բան չունեմ, մնաց ազնելի ինչ կուզեք ասեք։ Հիմա մենք ինչքան ասենք դուք ձեր հին էշն եք քշում, ես հավատում եմ։ Չէ, հին էշը թողնում ենք իր տեղում, հիմա ուզում եմ հասկանալ ինչու է անընդհատ ձեր անուն օրինակ կապվել։ Վերես մի բան պետք է գտնեն, ուրիշ ինչ ասեն, տեսնում են որ բան չկա, լսի։ Ուրեմն տեսնում են որ ինձ պետք է մի բան ասեն, չէ, վերջը պես է, ասենք պետք է թիրախավորեն մարդուն, որ ինքն իրան թասիբ է քաշում, ով որ ասենք արագ կարգով չի գրում, ոստիկաններ, ասեք ոստիկաններ, մամայիս բռնաբարել են, կնոջս չգիտեմ ինչ են արել, ձեռ են գցել, ով որ այդպես չի ապրում։ Ինքը Իրանով մամաները լացածնում է տեղը գալած վախտը։ Այդպիսի տեղեկը անպայման կոռուպցիան է, բանի են կապում, կրիմինալ են կապում։ Հետո կոռուպցիան, ասենք, եթե ես հիմա բիզնեսով զբաղվում եմ, լավ եմ, սաղ կյանքս լավ եմ հակել, սաղ կյանքս լավ եմ ապրել, հասկացար, որովհետև աշխատել գիտեմ, ձև գիտեմ։ Ինչպես, այ օրինակ եկեք մի փոքր այդ մասին խոսենք։ Ուրեմն ասեք։ Մեծահարուստ համարում եք, ում թողնեք դուք։ 82, մի փոքր պատմեք այդ մասին։ Որտեղից այդ գումարները, իմ պապերս, իմ մորական պապս, ուրեմն Գեղամա լեռների Ղաչաղ Շահենն է։ Եվ Կարո։ Իսկ հորական կողմից Կարամին, Կարապետ եղել անունը։ Ուրեմն ինքն էլ այստեղի ամենահզորներից մեկն է եղել, որ թուրքերը, քրդերը, եզդիները, եթե հայերի անասունները գողացել են կամ խնդրեմ եղել, եկել են իմ պապերիս են դիմել, պապերս գնաց այդ հարցերը լուծել են, հասկանալի է։ Եվ մերոնք շատ մեծահարուստ մարդիկ։ Ստադիոնն եղել է իմ պապերիս Թութունի դաշտը։
Այսօրվա քաղաքի ստադիոնը եղել է Պաբերից Թուտունի դաշտը։ 6-րդ դպրոցը իմ պապս է կառուցել։ Մանկավարժական ինստիտուտը, որ հիմա տեխնոպարկ է, իմ պապս է կառուցել։ Մենք հյուրանոցներ ենք ունեցել Հայաստանի Բավրայում, այնտեղ եղել է Չադրենց հյուրանոցը, հասկացար։ Մենք շատ այդպես տարբեր բաներ ենք ունեցել, եկե հասել ենք այստեղ։ Ինչ մնում է ինձ, ես 82 թվականին 21 տարեկան եմ եղել։ Իմ գումարներով ես առաջի 05 տավոտը վերեն ավտոսերվիզից Լադարիայով, հասկացար, ավտո եմ ունեցել։ 84 թվականին 06 եմ դարձրել, թամթազա բոլորը։ 87-ին Նիվա, հետո ջիփ, մինչև քաղաքապետ եղնել ես, իմ տները սարկած եղել։ Ես ունեցել եմ կոոպերատիվ Սպարտակ, որտեղ Գուլբան Ասկեղեն եմ արտադրել, ու ամբողջությամբ տրիկոտաժով բանով առաքել ենք Ռուսաստան, վաճառել ենք։ Այն ժամանակ մարդիկ Լանկրաուզերը չգիտեին ինչ բան է, ես 5 հատ Լանկրաուզեր եմ ընդեղից բերել, 5 հատ, հասկանալի է։ Փողը, որ լսում ենք, այս սեղանը տեսնում ես 50 սանտիմետրով այսքան չափում էինք, այդքան փողեր ենք աշխատել աշխարհի տակ, ինչ ասես։ Օրական 5 տոննա մենակ բան եմ աշխատել, հաց ենք արտադրել, ալուր ենք բաներ այդ, արտահանել ենք, ներկրել ենք, մի խոսքով բոլոր խանութի վարիչ եմ եղել, այն ժամանակ խանութի վարիչները գիտես ոնց էին ապրում, այդ ջահել իմ հասակից։ Ես միշտ ճարբիկ աշխատող տղա եմ եղել, մինչև այսօր։ Այս Շիրակի դաշտավայրի առաջի ֆերմերն եմ եղել, ինձ չափանասուն ոչ ոք չի ունեցել։ Հիմա բաների գործարան, ամբողջ կատնամտերքի վերամշակման գործարան, մինչև հիմա այդտեղ ես ամեն ինչ դրանք ունեմ, այնպես որ то շուկաներ ենք ունեցել, ատրակցիոն ենք ունեցել, ես Աստված գիտե։ Ես այս քաղաքի իմ հասակակից տղեկի միջի համար առաջի հարուստ տղեկից մեկն եմ եղել։ Այն ժամանակվա, մինչև քաղաքապետ եղնել ես, մինչև 99 թվականը։ Հասկանալի է։ Այսինքն չեք հարստացել քաղաքապետ։ Միանշանակ, ես այն ժամանակ եկեղեցի եմ վերակառուցել, Սուրբ Նշան եկեղեցին մինչև քաղաքապետ եղած ժամանակս եմ վերակառուցել։ Այսինքն ես Բայց ճարպիկ եք եղել նաև քաղաքապետ աշխատելու տարիներին։ Այո, իշա ժողովրդին, այո, աշխատել ենք եւ Փարքասու շատ-շատերը սովորել են թե ոնց ենք աշխատել ու ոնց ենք արել։ Ձեզ մեծահարուստ թիմը համարում եք, պարոն Ղուկասյան։ Մեծահարուստ համարում եք։ Ես հոգեպես եմ մեծահարուստ։ Ես Աստծուց խնդրում եմ, ինձ հարստություն եւ աղքատություն մի տուր, Տեր Աստված մեր։ Ինձ տուր արժանին, որը բավական է։ Եվ արժանին ստանում եք։ Այո։ Ես ոչ ուզում եմ շատ հարուստ լինել, ոչ էլ աղքատ։ Այնքան լինի, որ սրա նրա ձեռքը չնայենք։ Հարստությունը միայն տանջանք ու տարապանք է։ Դու գիտես լավ բան է, երեխեքիցդ բռնած քեզ թշնամի են դառնալու։ Հիմա շատ Այնքան որքան հերիք է, որ ասենք որևիցե մեկից փող չուզենք, որևիցե միտեղ գնալուց ինչ որ խնդիր չառաջանա, այդքանից ավել ինձ պետք չի։ Ես այդպես է խնդրում եմ Տիրոջից։ Պարոն Ղուկասյան, այս պահի դրությամբ շատ ունեք թշնամիներ։ Մի բան եմ ասում։ Այն մարդ հավիտենական Աստված ունի թշնամի։ Մենք ոնց կարանք չունենանք թշնամի։ Չնայած ես ոչ մեկին այդպես թշնամաբար չեմ նայում, հավատա, ասենք ով կա հիմա ինձ։ Այլ ամենա բանը որ կա ինձ մի բան անի, մի հատ ասի, ախպեր ջան, պետք հարգենք ամեն ինչ, բան ես մեկից կներեմ, ես այդպես եմ։ Ներիր քո մոտիկներին ընկերոջը 7 անգամ 70 ու չգիտեմ ինչքան հասկանալ, ես իրոք այդպեսի մարդ եմ։ Իրոք այդպեսին եմ, հասկանում ես, կարող է եւ դա վատ է, կարող է իմ կյանքում եւ դա եղել իմ սխալներից մեկը, բայց ես չեմ կարող փոխվել, այդպես է։ Ինչպես եք կարողացել հասնել գալ այնպիսի մի իրավիճակի եւ անցնել այնպիսի մի ճանապարհ, որ ունեցել եք հեղինակություն, ազդեցություն, այսպես ասած ավտորիտետ, որ ձեր խոսքը հարգել են, ձեր շուրջ դա ի վերուս հիշի, այդպիսի բաները Աստծուց է։ Դա համարձակությամբ է։ Օրինակ նայ, ես մանկապարտեզը տուզ եմ եղել։ Արդեն։ Մանկապարտեզում նայ Սենք ինձնից խոշոր ճանոց շատ ներեգություն լսի։ Հələ տուզ ասելը մի քիչ սիրուն չէ, բայց ուշադիր լսի։ Դե հիմա լսի։ Ուրեմն մանկապարտեզում հələ չգիտես եք ու հերդ ով է, բան ինչ որ բան, մանկապարտեզ ես գնում, կամ ասենք այդ երեխեքն է չգիտեն ինքը ում տղեն է կամ ինչ է բան, այնտեղ ձևավորում են, չէ երեխեքը։ Այդտեղից ես եղել եմ առաջի համարներից մեկը, դպրոցից սկսած։ Ես եղել եմ 5-րդ դասարան, բայց 10-րդ դասարան երեխեքը ինձ լսել են, հասկանում ես, դա ի վերուս է, դա մարդկային չէ։ Դա մարդկային չէ, ինչ կանել կուզես ասա, դա չի լինի, մարդկային խելքի բան չէ։ Թեկուզ կարող է տես բոքսյորներ կան, ես չգիտեմ ինչ կա բանն այս կոմենքով ֆիզիկապես բան, բայց կտեսնես, որ մեկ է պահի տակ շատ խոնարհվում են, շատ բան են անում, ինչի, որովհետև քո Տերը Աստված է, հաղթանակները տրվում է ի վերուս։ Աստծուց է հաղթանակը, մարդկային չէ։
Դա մարդկային չէ, հիշի։ Աստված է, ասում է ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ։ Ասում է ձեր հույսը մի կտրեք ձեր ֆիզիկական ուժի վրա, ձեր խելքի վրա, ձեր 12 եղբայրների վրա, ձեր պաշտոնի վրա, ձեր հարստության վրա, ձեր հույսը դրեք Բարձյալ Աստծո վրա, որ ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես աղքատացնեմ, ես հարստացնեմ, ես կենտանացնեմ, ես սատակեցնեմ, ասում է զորությունների Տեր Աստվածը, ասում է հովիվը չոբանը կսարքեմ թագավոր, թագավորը կսարքեմ փոշի։ Լավ իմացեք, ով իշխանավորներ եւ թագավորներ, ես ձեզ կարգել եմ թագավոր եւ իշխան, որ դուք իմ ժողովրդից Տեր լինեք, բայց եթե դուք իրենց տանջեցիք, նրանք ինձ կաղաղակեն եւ ես կլսեմ ու բոլորիդ կպատժեմ, ասում է երկինք գետին, ծով ու ցամաք, արև լուսին ստեղծող զորությունների Տեր Աստվածը։ Ու վերջ, էլ չխոսաս։ Բայ երկու պետք է տան, պարոն Ղուկասյան, Ինչ կարել դրանից ենք ում։ Չէ, տեսեք, ձեր բացի այն, որ ձեր անունը ասացի, չէ, որ կապվում է բազում պատմությունների, արդեն այդ մասին անդրադարձած, չէ, այստեղ տեսեք, նաև չմոռանանք, որ հայրաքաղաք Գյումրին բոլոր հարցերում գերազանցիկները ծնվել են հայրաքաղաք Գյումրիից, այդ թվում նաև նույն հեղինակությունները, օրենքով գողերը, եւ գիտենք, որ նրանք էլ ձեզ հարգանքով են վերաբերում եւ կա փոխադարձ հարգանք եւ այլն, ինչ կասեք կոնկրետ այդ խոսակցությունների հետ կապված ընդհանուր միջև Անդրանիկ Սողոյան, նույն ինքը Հայկ Զապ, որ ունեք բավականին ջերմ հարաբերություններ եւ այսպես ասած աղբերություն, եղբայրություն է։ Ուրեմն ինձ լսի, ես քեզ մի բան ասեմ։ Եվ արդյոք այս ընտրություններում Ուրեմն այդ անունը որ տվեցիր, դրանց ամենամեծերից մեկն եղել է Արմոն։ Այո։ Արմոն։ Լուսավորեք։ Երևանի սկեից ավելի հզոր է եղել։ Իրանք գիտեն բոլորը Արմոին, որ ասեք այդ պատմությունը իրանք գիտեն։ Հիմա այդ ոլորտում էր, տես հավիտենական Աստված երբ որ խաչում էին Տիրոջը, երկու այսպես աշխուժ կյանքի տղեկ հետը ուրեմն խաչվում էին։ Այո։ Ծախակողմյանը գիտեք ովքեր, Ծախակողմյանը, որ համ պետության հետ էր, ստուկաչները կան, պետության հետ է, համ էլ այդ կյանքի մեջ է։ Իսկ Աճակողմյանը, ուրեմն մակուշ տղեկ են, որոնք ինքնասիրության համար գնում են տանջվում են, ինքնասիրության համար, յուրաքանչյուր մարդ կարող է պահի տակ հանցագործ դառնա, իր ինքնասիրությանը կբնին, ինքը կռիվանի ու փորձանքի մեջ գնի։ Ուրեմն ասեց հələ մենք գող ենք, գիտենք, դատվում ենք, բայց այս անմեղ մարդուն ինչ եք դադում, Աճակողմյանն ասեց։ Ու այդ ժամանակ Տերը ասեց, որ այսօր ևեթ դու ինձ հետ կլինես դրախտում։ Դու տեսնում ես, որ առաջինը բոլոր ոլորտների մեջ, առաջինը Տիրոջ հետ դրախտում գտնվեց այդ աշխուժ կյանքի տղեն, Աճակողմյան աշխուժը։ Ես դրանցից եմ մեր դուպրոջեմ, ես սիրում եմ այդպիսի տղեկին, այն Ծախակողմյանը իմ թշնամիս է, հիշի, ես դրանք չեմ սիրում, ստուկաչ, բան այդպիսի տղեկին չեմ սիրում, բայց ես իմ կյանքում ուզում եմ, որ ես իմ հայրենիքիս, ինչքան որ Աստված ինձ իմացություն, խելք ու շնորհք է տվել, ես ավելի մեծ մասշտաբով կարող եմ ծառայել, որը Հայաստանի Հանրապետությունն է, որը ճիշտը վատ է, հեմի գու լեզվի տակը ուրիշ բան կա, դու ուզում ես ինձ բան հասկացնես, բայց ճիշտ, Էլենա, եթե ասում է ճիշտ, նայել աղջիկ ջան, եթե ճիշտ, ուրեմն ճշտի Տերը Աստված է, այո, թող բոլորը ճշմարտությունը իրենց համար զենք լինի, ճշմարտության համար ապրեն, ճշմարտության ջադակով լինեն եւ այդպիսի մարդիկ թող երկիրը ղեկավարեն, որոնք ճշմարտությունն են սիրում։ Բայց այդ մնացած բանը, որ ուզում եք վերեք մեզ, բան այսպես կապեն, դրանք արդեն հեքիաթային չի լինի, էլ արդեն անցանք։ Դուք պատասխանեցիք հարցին, որ ունեք լավ հարաբերություններ։ Եվ մի վերջին հարց պարոն։ Նորմալ, հարկում եմ այդ կյանքի միջին ճիշտ մարդկանց լավ տղակին։ Քանի թորնիկ ունի Վարդան Ղուկասյանը, Աստված պահի եւ պահպանի։ Մի քանիսին է սպասում եմ։ Ահա, արդեն։ Եվ մի հարց է, տեսեք, դուք լավագույնս տիրապետում եք Աստվածաշնչյան այսպես բոլոր պատվիրաններին, քարոզում եք ինչու չէ եւ դա նորմալ է հայրաքելական եկեղեցում
հրաշալի էր այն ինչ տեղի ունեցավ քիչ առաջ, ես ուղիղ եթերով ներկայացնում եմ։ Այն իմ ժամս է, իմ աղոթքիս ժամն է։ 3-րդ ժամս մնացել է, 6-րդ ժամը մնացել է, 9-րդ ժամը մնացել է, երեկոյանը, խաղաղականը, հանգստյան։ Այսօր 1 ժամը նվիրեք մեզ եւ այսպես շատերը այսօրերին, երբ որ արդեն հայտնի էր, որ դուք առաջադրվելու եք քաղաքապետի պաշտոնում, չգիտես ինչու եւ ինչպես այսպես լուրեր, հա, եւ մարդիկ հայտնվեցին, որ այսպես տեղեկություններ շրջանառվեցին, որ Վարդան Ղուկասյանը կանանց շատ է սիրում, կնամոլ է, չգիտեմ, այսպես։ Կնամոլ չեմ միանշանակ, կնամեծար, միանշանակ կնամեծար եմ, մորս աշխարհի չափ հարգում ու սիրել եմ։ Չէ, նաև այսպես կնամոլ է եւ կանանց շատ է սիրում, այսպես կուզենայի ձեզանից լսել պատասխանը։ Вообще-то, գիտես ինչ, մի բան ասեմ, ով չի սիրում կինը, ուրեմն այ Աստված, երբ որ Ադամին ստեղծեց, բոլոր կենտանական աշխարհը բերեց, Ադամի դիմաց անցկացրեց, Ադամը ուշադրություն չդարձրեց։ Երբ որ կող ոսկորից ստեղծեց Եվային, Ադամը շատ ուրախացավ եւ կոչվեցին այր եւ կին մեկ մարմին։ Ով չի սիրում կինը։ Կինը պետք է սիրես, հարգես, գնահատես։ Այլասերվածությունը չեմ սիրում։ Այլասերվածներին չեմ սիրում։ Սիրում եմ ընտանիքի մայրերին, սիրում եմ քույրերին, աղջիկներին, մի խոսքով հայ կնոջը, որ իրոք հայկական ձևով է հագնում, ապրում ու պահում, հասկացար, այդպեսիներին իմ գլխիս վրա դրած կպտտեցնեմ, բայց այն մնացած անտաշտիրակներին ամոթ եմ զգում, որ դրանք խոսում են հայոց լեզուն, ու նրանց, որոնք գնում են Թուրքիա ու գալիս են, ես այդ դրանցից ադում եմ։ Մի անգամ այնպես եղավ, որ ես ես իմ թաղից ովքեր որ գնում էին Թուրքիա, դրանց տղամարդկանց ականջները պոկել են, որ ոնց է թողնել ձեր կնգտած, որ գնան Թուրքիա, այն ջահել վախտս։ Այդպեսի բանով արած կլինի, դիգմենակ հավանական դուք կանեիք։ Այո, հավանական է։ Եվ դաստիարակում էի, որ չթողնեք ձեր կնգտած գնան Թուրքիա, այլանդակներ, որ կուզեն գնան Թուրքիա չգնան։ Այսինքն ձեր անվան հետ կապված ուշագրավ դրվագներ, աղջիկ փախցնել եւ այլն։ Աղջիկ փախցնել, այո, փախցրել եմ, կնոջս փախցրել եմ, ինչ է պատահել։ Դրանից առաջ աղբորս բանը ընկերոջս կնոջն եմ փախցրել, հասկացար, այդ գործերին Չեք սադրվում, էլի փաստում։ Չէ, ես 30 տարի կինը չեմ բան ինչ որ իմ կինը իմ տունը բան այդպես բան։ Էլի սրբության սրբոց։ Մաքուր ձևով այո ապրում եմ։ Որն է լինելու ձեր հաղթաթուղթը այս ընտրություններում եւ փակում ենք այսօրվա զրույցը։ Ինչն է լինելու։ Հաղթաթուղթը։ Հաղթաթուղթը։ Այո։ Ապրած կյանքս ցույց տվածը թե ինչ են կարել, ժողովուրդը գիտի եւ ինչ պետք է անեմ։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղուկասյան, հետաքրքիր զրույցի եւ անկեղծ պատասխանի համար։ Համեցեք, Հայանե ջան, լավ է, դու գոնե արդեն կամած ապաշխարում ես։ Դարձի եմ գալիս։ Դարձի ես գալիս։